ազգային անվտանգության ծառայությունը արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որի առաջ կանգնած է մեր պետությունը, կանգնած է մեր ժողովուրդը, եւ ուզում եմ իմ գնահատանքի խոսքերը ասել բոլորիդ աշխատանքի առիթով եւ ընդգծել, որ իսկապես ազգային անվտանգության ծառայությունը ինչպես միայնակ չէ իհարկե այլ ծառայությունների հետ համատեղ մեր պետության ողնաշարն են, մեր պետության լինելիության եւ անվտանգության կարևոր ինստիտուտներից մեկը։ Եվ ըստ էության տեսեք այն բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը եւ անվտանգային մարտահրավերներ ստեղծել, այդ բոլոր մարտահրավերները մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են եւ իհարկե այստեղ չեմ ուզում որևէ կերպ նսեմացնել ազգային անվտանգության ծառայության ղեկավարության դերը, տնօրենի տեղակալների եւ բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատողների եւ բոլոր ներկաների առանձնահատուկ դերակատարումը այդ ամենում անհրաժեշտ է ընդգծել։ Պիտի ասեմ, որ նաեւ իմ կարծիքով աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման գործում էական դեր է խաղում նաեւ այն ռազմավարությունը, որ մենք միասին որդեգրել ենք քննարկումների արդյունքում, ընդգծելով, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է կենտրոնանա հետևյալ հիմնական գործառույթների վրա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն, իհարկե նաեւ սահմանապահ զորքերն են ազգային անվտանգության ծառայության համակարգում գործում, բայց ես ուզում եմ ընդգծել այս երեք ֆունկցիաների կարևորությունը եւ նաեւ ասել, որ կարծում եմ, որ կառավարությունն էլ բավարար պայմաններ ստեղծում է, որպեսզի ծառայությունը կարողանա իրոք կենտրոնանալ այս գործառույթների վրա։ Ես մի վիճակագրություն այստեղ գալուց առաջ ուղղակի ցանկացա առիթից օգտվել եւ մի վիճակագրություն ճշտել եւ ներկայացնել 2018 թվականից ի վեր այսօրվա դրությամբ ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը եռապատկվել է։ 3 անգամ շատացել է ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը։ Իհարկե կան նաեւ որոշակի գործառույթներ, որոնք ձևափոխվել են, մասնավորապես վերջին տարիներին մեծ ներդրումներ են արվել ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, սահմանային ենթակառուցվածքների կահավորման առումով, բայց նաև որոշակի գործառույթներ ազգային անվտանգության ծառայությունից դուրս են բերվել եւ ընդհանուր առմամբ ֆինանսավորման եռապատկումը կարծում եմ արտահայտում է ընդհանուր պատկերը, ինչի մասին խոսում եմ։